Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկման ընթացքում լսելով հարցուպատասխանը կարելի է մի բավականին հետաքրքիր եզրակացության գալ։ Այս ծրագիրը ընդհանուր առմամբ այնքան էլ հետաքրքիր չէր մեր ընդդիմադիր գործընկերներին։ Այստեղ տեղ գտած կետերի, դրանց իրականացման մեխանիզմների, ակնկալվող արդյունքների քննարկումը կարծես թե հետաքրքրության շրջանակների մեջ չէր մտնում մեր գործընկերների, որովհետև Հայաստան դաշինքը շարունակում է իր դեգերումները նույն տեղում, իսկ ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս փորձում է իրեն գտնել ընդդիմության ներկապնակում։ Սակայն դեռևս ապարդյուն, որովհետև մի սովորական անուն նրանց հավասարակշռությունից հանում է։ Եթե օրինակ նեղացկոտ ուժեղներն այստեղ լինեին, ես մի այսպիսի բան կանեի, մի անուն կտայի, նրանք սկսեին խփել սեղանին եւ կլիներ այն ինչ եղավ։ Եվ այս միտքը ինձ նաեւ հուշում է, որ այս process-ը նրանց ուղարկվել է Մաշան եւ Աչը մուլտֆիլմի սցենարիստների կողմից, որովհետեւ այդ մուլտֆիլմի մեջ են անընդհատ խփում սեղանի։ Այս մեթոդիչկան Կտրիժ Ներսիսյանի մասով կարծես թե նրանք ուղարկած լինեն, սակայն այստեղ չեն մեր գործընկերները, բայց վստահ եմ հանձնաժողովի նախագահ առաջադրելու համար շատ արագ կգան եւ իրենց հասանելիք քվոտան կօգտագործեն։ Այստեղ վարչապետը խոսեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենիշային արդյունքների մասին եւ նշեց, որ դրանցից մեկը 125,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Եվ ինչ ենք կարծում, 300,000 աշխատատեղի նախընտրական խոստում տված ընդդիմադիր ուժը որևէ առաջարկություն արեց, որևէ լուրջ քննարկում սկսեց, ոչինչ չհնչեցրեց, նույնիսկ չասաց, ինչու 125,000 աշխատատեղ, մենք 300,000-ի ակնկալիք ունեինք, մենք այդպես էինք պլանավորել, որովհետև իրենց խոստացած 300,000 աշխատատեղերը նույնքան դատարկ են, որքան իրենց 300,000 ադրբեջանցիների մասին շրջանառած պատմությունները։ Վարչապետը նաև խոսեց բանակի մասին, խոսեցինք բարեփոխումների մասին, քանի ընդդիմադիր падգամավոր քննարկում սկսեց վարչապետի հետ բանակի մասին, խնդիրների մասին, նորարարությունների մասին, 0։ Իսկ դրա փոխարեն Գեղամ Մանուկյանն եկավ այստեղից սկսեց դիֆերամբներ ձոնել Սեյրան Օհանյանի վերաբերյալ, կարծես մինչ մեծ զորավարի մասին էր խոսում, սակայն հիշում ենք, որ Սեյրան Օհանյանի վերջի ռազմական գործողությունը այստեղ նստած շիշը նետելն էր ազգային ժողովի падգամավորի վրա։ Սա էր նրանց պատկերացած փառքն էր։ Հարգելի գործընկերներ, այս փաստաթուղթը կանխորոշում է այն ուղին, այն նպատակները եւ առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին լինելու են մեր կառավարության աշխատանքի հիմքում։ Եվ որքանով էլ ընդդիմադիրները ընդվզեն, օրինակ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պետի կամ նրա տնօրենի անունը տալու կամ չտալու շուրջ իրողությունները դրանից չեն փոխվելու։ Իրողությունները չեն փոխվելու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներում, այն շարունակվելու է։ Չի փոխվելու մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որքան էլ նրանք փորձեն անընդհատ նույն թեման վերադարձնել քաղաքական օրակարգ։ Չեն կարողանալու ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների եւ մեր հարևանների հետ հարաբերությունների վրա, որքան էլ ջանան։ Նրանց երազած Հայաստանի Հանրապետությունն այնն է, որը ըստ Կտրիժ Ներսիսյանի ծննդյան օրը շնորհավորած մի նախագահի ոչ ոքի պետք չէ։ Եվ այդ պատճառով էլ մեր ընդդիմադիր գործընկերները չեն նկատում, օրինակ, եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը եւ Հայաստանում նրանց կատարած ահռելի աշխատանքը։ Չեն նկատել եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը։ Շարունակում են չնկատել COP17-ի անցկացումը Հայաստանում, որը խոշորագույն համաշխարհային դիվանագիտական եւ իմիջային միջոցառումներից է, եւ փաստացի Հայաստանը վերածում է միջազգային բնապահպանական երկխոսության կարևորագույն հարթակին։ Այս ամենը չնկատելով նրանց միայն հետաքրքրում է պայմանագրային պարտավորությունները չկատարած ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի հարաբերությունների թեման։ Եվ գիտեք այս ամենը ինչի է, որովհետեւ սրանք նարատիվներ են։ Նարատիվներ, որոնք պարտադրվել են եւ որոնցից նրանք այլևս չեն կարողանում ձերբազատվել։ Օրինակ, անընդհատ խոսվում է SMS-ով աշխատանքից ազատվելու մասին։ Ով չալարեց խոսեց այդ մասին, արդեն քանի երկար ժամանակ խոսում են։ Տարբեր սահմռկեցուցիչ երանգներ հաղորդելով այդ խոսքերին, ներկայացնելով որպես պետական կառավարման մի արտարոց երևույթ։ Բայց եկեք հանգստանանք եւ իրականությանը ավելի պարզ նայենք։ Մարդուն կամ մարդկանց ասվել է դիմում գրել։ Դա կարող էր ասվել պաշտոնական գրությամբ, կարող էր ասվել կիսապաշտոնական գրությամբ, ինչ-որ նամակով, հեռախոսազանգով, միջնորդավորված զանգով եւ այլն։ Սակայն ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին պետք էր մի թատերական ձևակերպում,
Օրինակ, մունետիկները պիտի շեփորները գային, հանրապետության հրապարակում հնչեցնեին, այնտեղ ամենաբոյով, բարեկազմը կանգներ ինչ-որ մի մեծ քարի վրա մագաղաթից վերցներ կարդար եւ բոլորը հասկանային ինչի մասին է խոսքը։ Բայց արդյունքը միևնույնն է, նույնն էր։ Եվ նորից վերադառնալ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այս թեմային, որոնք իրենք ուռճացրել, դարձրել են մի ծանր քար, դրել են իրենց ուսերին եւ չեն կարողանում իջեցնել, լուրջ չէ, քաղաքական խնդիր չէ։ Իրենք հարգելի գործընկերներ, դուրս եկեք ձեր պատրաստած թակարդներից։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը, Տիկին Աննա Գրիգորյանն էստեղ չի ափսոս, սակայն կարծում եմ կլսի։ Ասում է, դուք ասում էիք Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրությունը լավը չէ, ասում ենք դեռևս շատ վաղուց։ Հիմա հետաքրքիր է ինչպես ստացվեց, որ սահմանադրության փոփոխությունը դարձավ ադրբեջանական հրահանգով իրականացվող գործընթաց։ Եվ ինչու է անընդհատ ինչ-որ բան խոսելիս սարսափելի երանգներ հաղորդելու համար օգտագործվում Ադրբեջան, ադրբեջանական, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սրանք ախր սիրելի գործընկերներ, ձեր վախերը չեն։ Դա ձեզ պարտադրված խոսույթներ են։ Խոսույթ, որի նպատակն է խաղաղության գործընթացը ստվերել, ցանկացած քննարկում ներկայացնել որպեսզի ուժերի գերլարման, պատերազմի եւ ազգային գոյաբանական վտանգի հերթական պատմություն։ Սամվել Կարապետյանի սիրելի 300,000 ադրբեջանցիներն էլ այստեղ վկա։ Քաղաքականությունը ի վերջո այստեղ նարատիվների մրցակցություն չէ։ Կառավարության ծրագրի քննարկումը անցյալի հերոսների, սեփական վախերի կամ սեփական իսկ ստեղծած քաղաքական թակարդների վերարտադրության վայրը չէ։ Այս ծրագիրը պետք է քննարկել եւ քննադատել։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմության պարտականությունն է քննադատել այն։ Կարելի է հարցնել, պարոն վարչապետ, ինչու 125,000 աշխատատեղ եւ ոչ ավելի։ Կարելի է քննարկել բարեփոխումների արդյունավետությունը, կարելի է խոսել արտաքին քաղաքականության մասին, կարելի է հարցեր բարձրացնել տնտեսության, սոցիալական քաղաքականության, կրթության, առողջապահության մասին։ Բայց դրա համար պետք էր կարդալ ծրագիրը, ոչ թե մեթոդիկաներ, պետք էր հարցեր ունենալ, ոչ թե նարատիվներ, պետք էր առաջարկներ ունենալ, ոչ թե վախեր։ Եվ ամենակարևորը պետք էր հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն այն Հայաստանը չէ, որը դուք փորձում եք նկարագրել ձեր քաղաքական ելույթներում։ Հայաստանը շարունակում է փոխվել։ Փոխվում է տնտեսությունը, փոխվում է բանակը, փոխվում է արտաքին քաղաքականության տրամաբանությունը, փոխվում են մեր հարաբերությունները հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Դուք կարող եք, ընդդիմադիր գործընկերներ, համաձայն չլինել այս փոփոխությունների հետ։ Կարող եք քննադատել, կարող եք ինչ-որ փորձեր անել դրանք ինչ-որ կերպ կանգնեցնել, բայց մի բան, որ ձեզ մոտ երբեք չի ստացվելու, ձևացնել, թե դրանք տեղի չեն ունեցել, դա չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետության ապագան վաղուց չի որոշվում ձեր նարատիվներով եւ ձեր մեթոդիկաներով։ Այն որոշվում է այն աշխատանքով, այն որոշումներով եւ այն արդյունքներով, որոնք մենք այսօր դնում ենք այս ծրագրի հիմքում։ Հետևաբար ես կոչ եմ անում կողմ քվեարկել կառավարության ծրագրին, այս կարևորագույն փաստաթղթին եւ առաջիկա 5 տարիներին շարժվել այս ուղենիշային փաստաթղթով։ Իսկ մեր գործընկերներին մաղթում եմ, որ վերադառնան այստեղ եւ փորձեն իրենց աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի չստացվի, որ իրենց երբ պետք է այստեղ են լինում եւ երբ պետք չէ այստեղ չեն լինում։ Շնորհակալություն։